Իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշել ենք նաեւ որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխությունը ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը, ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել, հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ այս շապիկի հետ կապված ունեք որևէ մեկ։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել, մուգ կարմիր կամ բուրգունդիի տարբեր երանգներ, սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ, թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։